Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն դեկտեմբերի 30-ն է, ասեմ, որ բավականին դժվարացել է մեր աշխատանքը այն առումով, որ դիտումներին փոքր նվազում են այս օրերին, դրա համար շատ ակտիվ եմ խնդրում լինել եւ անպայման լայքել եւ բաժանորդագրվել, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, իմիջայլոց իմ խոնի շնորհակալությունն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որ երեք արձագանքեցին իմ կոչին եւ բաժանորդագրվեցին մեր ալիքին, ինչպես բոլոր նրանց, ովքեր որ վաղուց արդեն բաժանորդագրվել են մեր ալիքին եւ շատ կխնդրեի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր որ դիտում են մեր ալիքը մշտապես առանց բաժանորդագրվելու, նույնպես հետևեն այն 42,000 հետևորդներին եւ նույնպես բաժանորդագրվեն մեր ալիքին։ Դա հավատացեք շփազանց կարևոր է ոչ միայն մեր ալիքի տարածման համար, այլ նաև մեր ճշգրիտ հայրենասիրական, բայց նույն ժամանակ հավասարակշռված պետականամետ մոտեցումները տարածելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ արձագանքում են մեր կոչին։ Կրկին սկսենք Հայաստանով, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի շուրջ շատ հարցեր չկան քննարկելու, շատ հարց չունենք խոսելու, պետք է ասեմ, որ Ռուսաստանից հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի արտգործնախարարության կարևոր աշխատակիցներից մեկը, փոխարտգործնախարար Գալուզինը, ասելով, որ Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը ռազմավարական գործընկերության մասին այն է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է համահունչ դառնա եվրոպական օրենքներին, ինչը հակասում է Եվրասիական տնտեսական միությանը եւ նա ասում է, որ մենք բացեիված ասում ենք հայ գործընկերներին, որ դա հանգեցնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԻԱՏՄ-ից։ Այսինքն Ռուսաստանի պաշտոնյան, բարձրաստիճան բավականին պաշտոնյան փոխարտգործնախարարը հստակ ասում է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը եւ վերջո հանգեցնելու է նրան, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ ասում են, թե նման բան չկա, Հայաստանը չի դուրս գալու ԵԱՏՄ-ից, խորացնում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, գնում է դեպի Ռուսաստան, փաստացի Գալուզինը իրենց կարծիքը չի կիսում, եւ ոչ միայն Գալուզինը չի կիսում իրենց կարծիքը չի կիսում նաեւ Եվրոպան եւ Եվրամիության առաջնորդները, ոչ Կայա Կալասը, ոչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ոչ Կոշտան, այսինքն ոչ մեկ չի կիսում այդ մարդկանց կարծիքները։ Ես կարծում եմ, որ այս հարցի վրա կարելի է վերջնակետ դնել եւ պետք է մենք բոլորս վերջնական համոզվենք մեկ հարցի մեջ, որ Հայաստանի իշխանությունները իրոք շատ կարևոր քայլեր են անում, որպեսզի Հայաստանի օրենսդրությունը համապատասխանի եվրոպական չափանիշներին, դրա մասին էր խոսում փաստացի նաև Նիկոլ Փաշինյանը, հիշում եք, ասում էր մենք կհամապատասխանենք եվրոպական չափանիշներին, կանենք ամեն ինչ, որ Հայաստանը համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին, կընդունեն մեզ, կընդունեն Եվրամիության մեջ, չեն ընդունի մեր չափանիշները շատ բարձր չափանիշներ կլինեն, մեծ բարեփոխումներ իրականացրած կլինենք եւ ամեն դեպքում այդ բարեփոխումները մեծ օգուտ կբերեն Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարծում եմ պարզից պարզ է։ Եվ այս բարդ պայմաններում, այս բարդ իրավիճակում ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը, դա առավելագույնն է խաղալով Մոսկվայի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք, շատ քիչ հնարավորություններ ունենք, ցավոք սրտի։ Մանյովրելու հնարավորություններ էլ քիչ ունենք։ Ինքնասպան չենք։ Միայն եթերներով, միայն գեղեցիկ խոսքերով եթերներ չենք ցանկանում անել, սիրելի հայրենակիցներ, եւ դրա համար ես ձեզ ներկայացնում եմ իրողությունը։ Իրականությունը դա է, ինչ ասում է պարոն Գալուզինը, ինչ ասում է Կայա Կալասը, ինչ ասում են մնացած եվրոպացի առաջնորդները։ Այսինքն թե Ռուսաստանը այն կարծիքին է, որ Հայաստանը շատ արագ տեմպերով շարժվում է դեպի Եվրամիություն, թե եվրոպացիները նույնպես այդ կարծիքին։ Ես կարծում եմ կրկնեմ եւ պետք է կրկին կրկնեմ իմ համոզմունքը, որ այս հարցին մենք պետք է վերջակետ դնենք։ Հայաստանի մասին մեծ հաշվով ուրիշ ոչինչ չունենք, այսօրվա դրությամբ քննարկելու դեկտեմբերի 30-ի դրությամբ կարող եմ ընդհանրապես անդրադառնալ Թրամփի հայտարարության Ադրբեջանի եւ Հայաստանի մասով, հայ-ադրբեջանական կարգավորման մասով
Թրամփը հանդիպում էր ունենում Նետանյահուի հետ եւ կրկին հիշել է, որ ինքը մեկ օրում իր խոսքերն են կարգավորել է պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ասում է հիմա նրանք նույնիսկ առևտուր են արդեն անում եւ Պուտինը իրեն ասել է թե դու արեցիր այն մեկ օրում, ինչ ես չէի կարողանում անել 10 տարիների ընթացքում։ Հիմա Դոնալդ Թրամփը միշտ խոսում է այդ մասին, բայց իրականությունը մենք գիտենք, որ փոքր այլ է, Թրամփը մեկ օրում չի կարգավորել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, այն հասունացել էր եւ ուղղակի Թրամփը կարողացավ կարևոր դերակատարություն ունենալ այդ գործընթացի մեջ։ Ավելի ճիշտ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ցանկացան, որ Թրամփը այդ գործընթացի մեջ ունենա կարևոր դերակատարություն։ Եվ ոչ միայն Թրամփը, այլ նաեւ Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ցավոք սրտի Վիտկոֆը, որովհետեւ Վիտկոֆը մի փոքր չեմ վստահում, մեծ դերակատարություն ունեցան այդ փաստաթղթի կնքման գործում, որը որ ստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների միջև։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնեմ միջազգային այլ կարևոր հարցերի եւ կարծում եմ հիմա մեզ համար ամենակարևոր միջազգային հարցը դա Իրանն է։ Հարևան Իրանում բռնկել են մասսայական բողոքի ցույցեր, փաստացի իրենց արդեն դրամը նույնպես արժեզրկվում է մեծ գնաճ է Իրանում եւ ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, բավականին լուրջ բողոքի ցույցեր են ընթանում ամբողջ Իրանով մեկ եւ հատկապես Թեհրանում շատ մեծ ցույցեր են։ Դրան արձագանքում են արդեն տարբեր երկրներ, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ՄԱԿ-ում նա նշել է, որ Իրանի ժողովուրդը ուզում է ազատ ապրել, այն իրավունք ունի ազատ ապրել եւ շատ երկար տանջվել է Իրանի ժողովուրդը, որպեսզի ազատ ապրի եւ ազատվի այաթոլլաների ռեժիմից եւ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սոլիդար են Իրանի ժողովրդի հետ։ Այդ ցույցերին արձագանքել են նաեւ Մասուդ Փեզեշքյանը, Իրանի նախագահը եւ ասել է, որ իրենք տեղյակ են, որ Իրանում կան ֆինանսական խնդիրներ, ինքը աշխատում է ամեն օրվա ռեժիմով, որպեսզի Իրանի ժողովրդի կյանքը ավելի ապահով դառնա, բայց ասում է պետք է հիմա ներքին գործերի նախարարը պարզի ցուցարարների հետ հանդիպելով պարզի թե իրականում ինչն է խնդիրը, ինչ խնդիրներ կան, ինչն է պատճառը այդ բողոքի ցույցերի, որպեսզի կարողանան լսել ժողովրդին եւ շտկեն իրավիճակը։ Եվ սա նշանակում է մեկ բան, որ Իրանի իշխանությունները սկսել են վախենալ սեփական ժողովրդից, արժեզրկվող դրամը, տնտեսական մեծ խնդիրները, պատերազմը ամռանը, որը տեղի ունեցավ, եւ ելի շատ խնդիրներ, օրինակի համար այն, որ Թեհրանը առանց ջրի է մնացել, մեծ խնդիրներ կան Թեհրանում, այդ ամենը շատ լուրջ ձևով ազդում է իշխանությունների վրա, նաեւ գիտենք, որ Իրանի իշխանությունները, իրական իշխանությունները, Այաթոլլահ Խամենեիի գլխավորությամբ բավականին թուլացել են, նաեւ ծերացել է Այաթոլլահ Խոմեյնին եւ իրոք իրավիճակ է հասունացել, որ կարող է փոփոխություններ տեղի ունենան Իրանում։ Իրանի թեման այսօր շատ կարևոր է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ որ Նետանյահուն եւ Թրամփը հանդիպում են եւ Նետանյահուն Իսրայելի վարչապետը կրկին փորձում է համոզել Թրամփին, որ նոր հարվածներ է պետք հասցնել Իրանին եւ արդեն ունենք նոր հայտարարություններ նաեւ Թրամփի կողմից ու կարող եմ ասել, որ ինչ որ միտեղ նաեւ հաջողվեց Նետանյահուին համոզել Թրամփին, դեռ ժամանակ պետք է անցնի, որ մենք տեսնենք իրականում ինչ կատարվեց, բայց Թրամփի հայտարարությունները հստակ մեզ հուշում են այն, որ Թրամփը արդեն մտածում է այն մասին, որ կարող է եւ պետք լինի երկրորդ հարվածը հասնել Իրանին ու նա ասում է, բացեբաց ասում է Թրամփը, որ կարող է շատ ավելի մահացու հարված հասցվել Իրանին, եթե պարզվի, որ Իրանը շարունակել է փորձում իր ատոմային ծրագիրը, փորձում է զինվել, կարող է այս անգամ ավելի մահացու հարված հասցնի Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին, բայց Թրամփը ավելացնում է, որ իրենք նաև տեղեկություններ ունեն եւ իրենց հասնում են նաև այնպիսի տեղեկություններ, որոնց վրա հենվելով կարելի է ենթադրել, որ Իրանը ցանկանում է գնալ գործարքի։
Այսինքն գործարքի տարբերակը եւս կա եւ նա ասում է, որ շատ ավելի լավ կլինի, որ Իրանը գնա գործարքի։ Ես կարող եմ իմ կողմից ավելացնել միայն մեկ բան, որ եթե Նետանյահուն կամ Նետանյահուին հաջողվի համոզել Դոնալդ Թրամփին եւ նոր պատերազմ իրենք սկսեն ընդդեմ Իրանի, մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ դա շատ շուտ տեղի ունենա, բայց իրոք Նետանյահուն ցկտում է դրան, բայց եթե նման բան տեղի ունենա, ապա այս անգամ ավելի լուրջ պատերազմ կլինի այն, նաեւ իսրայելցի փորձագետներ են ասում, որ ավելի դաժան կարող է պատերազմ լինի, հավանաբար արդեն Չինաստանը բավականին հետաքրքիր զինատեսակներ կլինի տրամադրած Իրանին, ինքնաթիռներ ձեռք բերելու Չինաստանից, հակաօդային պաշտպանություն, նաև Ռուսաստանն էր օգնում Իրանին բալիստիկ հրթիռների կառուցման գործի մեջ, նաև հակաօդային պաշտպանության հարցում չեմ կարող ասել, թե այս ամիսների ընթացքում կես տարի ընդամենը անց է մի փոքր կարող ավելի շատ այդ պատերազմից վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներից հետո շատ երկար ժամանակ չի անցել ամեն դեպքում, բայց եւ Իսրայելի հարվածներից, բայց հնարավոր է այդ ընթացքում Իրանը կարողացել է որոշակի փոփոխություններ իրականացնել իրենց զինված ուժերում, նաեւ վերջերս նոր հրթիռների փորձարկում էր անցկացնում Իրանը, այսինքն եթե պատերազմ լինի, բավականին դաժան պատերազմ է սպասվում, ավելի մեծ կորուստներ կարող է լինեն երկու կողմից, բայց միանշանակ Իսրայելը ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես ցկտելու են այս անգամ, որպեսզի այաթոլլաների ռեժիմը չմնա իշխանության եւ շատ հեռուն գնացող հետևանքներ կարող ունենա այդ պատերազմը, հնարավոր է նաեւ մեզ համար։ Չեմ ուզում կանխատեսումներ անել, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կրկնեմ ընդամենը մեկ բան։ Եթե պատերազմ լինի, այն կտարբերվի նախորդ պատերազմից, դա միանշանակ է։ Բայց Մերձավոր Արևելքում դա միակ սրացումը չէ։ Վերջերս Իսրայելը ակտիվացել էր նաև Սիրիայում, այնտեղ եւս փոքր մարտական գործողություններ են տեղի ունենում նաև Համասի մասով, կան զարգացումներ, ժամանակ է տրվել Համասին զինաթափվելու, դրանից բացի Սաուդյան Արաբիայի կոալիցիան հայտարարում է, որ սկսում է պատերազմ ընդդեմ Եմենի հութիների, սա էլ հետաքրքիր տեղեկություն է, տեսնենք եւ հետևենք, թե ինչ տեղի կունենա այդ մասով եւս։ Հիմա խոսենք նրանից, թե ինչ կա ռուս-ուկրաինական պատերազմից, երեք մենք խոսել ենք այն մասին, թե ինչ հետաքրքիր հայտարարություններ հնչեցրին Ռուսաստանի արտգործնախարարի կողմից, որ իբր Ուկրաինան 90-ից ավել անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ռուսաստանի նախագահի ռեզիդենցիան Վալդայում, չեմ կարող ասել որքանով է դա իրականության համապատասխանում, բայց Զելենսկին հերքում է դա եւ իրոք տրամաբանական է կարծել, որ դա արվում է, այդ հայտարարությունները արվում են նրա համար, որպեսզի տապալեն բանակցային գործընթացը, որովհետեւ բավականին մոտ էին ամերիկացիները եւ ուկրաինացիները իրենց դիրքերի սինխրոնացման եւ դա դուր չի գալիս Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան վերջնական տեսքի են բերում այդ 20 կետերը եւ առաջարկում են Ռուսաստանին, ապա Ռուսաստանին մնում է կամ ընդունել կամ հրաժարվել։ Եվ որպեսզի դա այդպես չլինի, Ռուսաստանի Դաշնությանը պետք է շատ լուրջ պատճառ եւ ահա քեզ կարեւոր մի իրադարձություն, որը որ հարցը տեղի ունեցել թե չէ, թե իբր Ուկրաինան գրոհել է Պուտինի ռեզիդենցիայի վրա։ Եվ արդեն ռուսները ասում են, որ բանակցային գործընթացը նախկինը չի լինի, Ռուսաստանը փոխելու է իր դիրքորոշումը, այսինքն նախկին դիրքորոշումը երևի, որ համաձայնեցրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի Դաշնությունը փոփոխության է ենթարկելու, ավելի է կարծրացնելու, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղություն չհաստատվի։ Հետաքրքիր զուգադիպությամբ հիմա Թայվանի մոտ Չինաստանն էլ է սկսել զորավարժություններ անցկացնել։ Ամենայն հավանականությամբ Չինաստանի դուրն էլ չի գալիս կատարվողը եւ Չինաստանը եւս ակտիվ դերակատարություն ունի այդ ամենի մեջ, որպեսզի խաղաղություն չհաստատվի հանկարծ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Եվ եթե Թրամփը լավ հասկանա, դա ճնշում է նաեւ
կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Բայց փաստացի Դոնալդ Թրամփը համատացել է Պուտինի պնդումներին, որ հարձակումը տեղի ունեցել, կրկնեմ, ես չեմ կարող ոչ երգել, ոչ հաստատել, բայց Թրամփը հավատում է եւ ասում է, որ ինքը չի աջակցում նման տեսակի քայլերին, նման հարվածներին, որը որ իրականացրեց Ուկրաինան, եւ Թրամփի խոսքերով սա վերջնական этаպին է մոտեցել, այսինքն կարգավորումը ռուս-ուկրաինական պատերազմի եւ նման գործողություններ անթույլատրելի են։ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը, ում վրա հիմա Ժիրենովսկիի թոզան է նստել, բայց ես զարմանում եմ, որ Ռուսաստանի նախկին նախագահին են տվել այդ պաշտոնը, որը որ զբաղեցնում էր Ժիրենովսկին, այսինքն այդպիսի սուր գռեհիկ հայտարարություններ անելու եւ հիմա շատ գռեհիկ սուր կոպիտ հայտարարություններ անում Մեդվեդևը Զելենսկիի հասցեին, Ուկրաինայի հասցեին, որոնք որ դուրս են բոլոր քաղաքական նորմերից, բայց մեկ բան այդ հայտարարություններից մեզ համար պարզ է դառնում, որ իրենք հիմա ռուսները թիրախավորել են կոնկրետ Զելենսկիին եւ Զելենսկին պետք է փախուստի դիմի, այսինքն այստեղից այնտեղ ըստ Մեդվեդևի, որպեսի չդառնա, որպեսի չզոհվի ռուսական հրթիռների կամ դրոնների հարվածների տակ եւ փաստացի այդ իր ելույթից մենք հասկանում ենք, իր այդ հայտարարությունից մենք հասկանում ենք, որ Զելենսկին իրոք թիրախավորվելու է այդ հայտարարությամբ։ Զախարովան եւս արձագանքել է կատարվածին ու ասում է, որ Կիևին պետք չի խաղաղություն եւ արևմուտքը Կիևին ֆինանսավորում միայն նրա համար, որպեսզի Կիևը շարունակի իր ահաբեկչական գործողությունները։ Այսինքն հասկանում եք, չէ, ինչ գրադուսի է բարձրացվել ռուս-ուկրաինական պատերազմը, ինչ հայտարարություններ են արվում, չնայած որ Դոնալդ Տուսկը, Լեհաստանի վարչապետը, լրիվ այլ հայտարարություն է արել, հեռախոսազրույց ունենալով եվրոպացի մի շարք առաջնորդների, Կանադայի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, ասելով, որ հնարավոր է մի քանի շաբաթվա մեջ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։ Ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։